Եվ տիկին նախարար մեկ այլ երևույթի մասին շաբաթ օրն էլ հրապարակվեց մի տեսանյութ, որը վերագրվում է Մայրաթորի դիվանապետին, խիստ անձնական բնույթի մի տեսանյութ։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում, որը ներկայացնում է իրավական պետություն, ժողովրդավար պետություն, եւ նման տեսանյութեր են պատրաստվում եւ հրապարակում, իդեպ այդ տեսանյութերը ոչ բոլորին է հասանելի, այսինքն ոչ բոլորը կարող են անել հատուկ ծառայությունները, մեծ լծակներ ունեցողները, ինչու պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Ես չեմ կարող ասել եւ չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննվի։ Նշում են, որ գաղտնալսումներ են վերջնաջանում, արդյունքը կարող է դեպաշտ է եւ չեք զբաղվում դրանով։ Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումները, խնդրում եմ էլի, եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումներով։ Գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Այլ պատասխան տալ չեմ կարող եւ չկա այլ բնության մեջ այլ պատասխան եւ պետք է նշեմ մեկ բան եւս, որ որպես օպերատիվ միջամտություն կամ օպերատիվ հետախուզական գործունեության տեսակ կամ միջոցառում, որ կողմից նշված գաղտնալսումը իրականացվում է կամ կարող է իրականացվել, եթե դա մասնագիտացված մարմնի կողմից է իրականացվում, միայն դատարանի որոշման հիման վրա։ Եվ դա է քաղաքացիների պաշտպանության երաշխիքը, այսինքն առկա է կոնկրետ վերահսկողություն նմանատիպ օպերատիվ հետախուզություն իրականացնելու նկատմամբ։ Չէ, երաշխիքը դատական վերահսկողությունն է։ Բայց դա նոր իշխանությունը իրավունք չունի եւ չի կարող թույլ տալ կամ չտալ հատել որևէ շեմ, եթե խոսքը օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին է, բայց ես կարծում եմ, որ անձնական տվյալների ոչ իրավաչափ օգտագործման, անձնական կյանքի միջամտության հետ կապված բոլոր դեպքերը պետք է արժանանան համապատասխան արձագանքի եւ այն անձինք, որոնք որ ապօրինաբար օգտագործել են անձնական կյանքին առնչվող տեղեկությունները, ինչպես նաեւ հրապարակել են, պետք է ստանան իրենց արժանի եւ խիստ պատիժը։ Միայն մասին տեղեկություններ տարածում հենց առաջինը Նիկոլ Փաշինյանի կողմից եղավ առանց տեսանյութի, սակայն մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տարբեր գրառումներ եղան։ Ում կյանքի վերաբերյալ։ Այն հոգևորականի, որը խախտել է։ Գրառումը չկատարեր, այդ դեպքի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրություն չէր առաջանա եւ տեսանյութը միգուցե եւ չհայտնվեր համացանցում։ Գուցե եւ ոչ։ Գուցե եւ ոչ, բայց վարչապետի ասելիքը այն էր, որ պետք չէ եկեղեցականները թողնեն իրենց գործը, ուխտը, առաքելությունը եւ փորձեն զբաղվել քաղաքականությամբ եւ անընդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են։